2023 թվականի սեպտեմբերի 19-ից սկսվեց այն, ինչին 2022 թվականի դեկտեմբերի 12-ից հետո սպասում էր յուրաքանչյուր արցախցին։ Այդ ամենից մեկ տարի անց լուռ, թաց աչքերով քայլերը դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն են ուղղում արցախցիները։ Արցախի հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության ներկայացուցիչների ուղեկցությամբ հարգանքի տուրք է մատուցել հերոսների հիշատակին։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ ելքինս, Սուրբ Երեցի անուն քո, եկես արգելություն քո, ելցին կամ քո, որպես երկինս երելի, ըսած մեր հանապազորդ, դուր մեզ այսօր, եւ ով մեզ սպարտիս մեր, որպես եւ մեկ թողոք մերոց պարտաբանած։ Սեպտեմբերի 19-ը ընդմիշտ կմնա մեր հիշողություններում։ 9-ամսյա շրջափակումից, լիակատար պաշարումից հետո ադրբեջանական կողմը դիմեց ռազմական ագրեսիայի։ Իր խոսքում նշել է նախագահ Սամվել Շահրամանյանն ու հավելել. 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները կարող էին ավելի ծանր հետևանքներ ունենալ։ Ռազմական գործողությունների արդյունքում մեր բնակչությունը ստիպված է եղել լքել իրենց հայրենիքը եւ մենք մշտապես մեր հիշողություններ ունենալու ենք այն նվիրյալների անունները, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանել են մեր հայրենիքը եւ հնարավորություն են ստեղծել, որպեսզի 100,000-ից ավել բնակչություն հնարավորություն ունենա դուրս գալ շրջափակումից։ Մեկ տարվա հեռավորությունից դեռ թարմ են սեպտեմբերի 19-ի հետ կապված արցախցիների հիշողությունները։ Ադրբեջանը չէր խնայում ոչ մի միջոց, ոչ մի հնարավորություն։ Հրետակոծում էր Արցախի բոլոր քաղաքներն ու թիրախավորում խաղաղ բնակչությանը։ Օդային տագնապի ձայներն ամենուր էին։ Շփման գծի ողջ երկայնքով ինտենսիվ մարտեր էին ընթանում։ Չհասած հրապարակ պայթյուններ լսեցի, երաշտական դպրոցի մոտով էի անցնում, ես մտածեցի, ինչ պայթյուններ են, կողքից մարդիկ կային, երևի հանգստացնելու համար, ասում են մերոնք են, ոչինչ, ինչ-որ զորավարժություններ են, եւ ես շարունակեցի, որ չէ լավ, գնամ աշխատավայր, բայց անընդհատ այդ պայթյունները այնքան ուժեղացան, որ հրապարակ հասնելով ես չգիտեի ինչ անել, ու երբ արդեն հնչեց տագնապի ահազանգը, ես արդեն մնացածների նման մարդկանց ման շտապեցինք նկուղ։ Ոչինչ չգիտեին, բայց անգամ օդային տագնապի ու արկերի պայթյունների ձայների տակ մարդիկ շարունակում էին հրաշքի հավատալ։ Անխոցելին միայն արցախցու հավատն էր։ Արցախը լավ լուրի էր սպասում, հրաշքի, փրկության։ Բայց տեղի ունեցող ռազմական գործողություններին զուգահեռ աշխարհի հերթական դատապարտող հայտարարություններն էին եւ ուրիշ ոչինչ։ Արցախը երաշխիքն էր Հայաստանի եւ միշտ։ Եվ Հայաստանը միշտ էլ անբաժանելի մասն է եղել, ինչ որ մի մասակը այդպես ինչի չպաշտպանիք եւ այլն։ Ինչի չօգնեցիք։ Ինչի միջոցներ, ես աղավնոյ ամայնքաբեդ լինելով, ստուգելով այդ ճանապարհը, ինչ որ ադրբեջանական զորքեր գնում էր մինչև Չերմուկ եւ այլն եւ զեկուցել եմ։ Միշտ էլ այդ դեղեցությունները այն ժամանակվանից մեծ զինտեխնիկան հանեցին, մենակ թողնելով, հիմա էլ Այս ամեն ինչից հետո լեզունին երկարացում են կամ թողնում են ժողովուրդը իրար միս ուտելով։ Արցախցին սեփական հողում ապրելու իր իրավունքի համար պայքարում մնացել էր միայնակ։ Ավելի քան 120,000 մարդ պայքարեց ու դիմադրեց, հարյուրավորները զոհվեցին։ Եռաբլուր զինվորական պանթեոնում ամենաթանկը կորցրած սևազգեստ մայրեր են, կանայք ու աղջիկներ, որ առանց բառերի պարզապես միմյանց ամուր գրկում են ու սգում կորուստը։ Գերված է Արցախը։ Իսկ տղերքը, Ազնավուրը, Տիգրանը, Արմանը, Դավիթը, որ կռվել են Արցախի համար, չկան։ «2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով նահատակվածների եւ վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի ժամանակ զոհվածների հոգիների խաղաղության համար հոգեհանգստյան կարգ է կատարվել Երևանի Սուրբ Խաչ եկեղեցում։ Արցախի թեմի փոխարաջնորդի խոսքով գանձ ենք կորցրել, որ պիտի վերադարձնենք, որովհետև ապրել առանց Արցախի հնարավոր չէ։ Այսօրը յուրաքանչյուր արցախցու համար, յուրաքանչյուր հայ մարդու համար ուխտի օր է, ինքնակնության օր է։ Այսօր մենք մեծ ցավ ապրելով, այսօր վշտի օր է, բայց այս վշտի միջից մենք պիտի կարողանանք նաև նայել լուսավոր ապագային։
ոչ թե ճիշտ է բեկված ենք սրտով, բայց ոչ հիասթափված, որովհետև կարծում եմ, որ առավել կամ վստահ եմ, որ Աստված իր ողորմությամբ պիտի նոր դուր բացի մեր ազգի, մեր ժողովրդի համար բռունցքվելու, միասնական դառնալու եւ կրկին վերադառնալու Արցախ։ Առաստված բարձրացված աղոթքներն Արցախ վերադարձի մասին են։ Մեծի ու փոքրի, բոլորի երազանքներն են վերադարձի հետ կապվում։ Եվ այդ երազանքին հասնելու համար յուրաքանչյուր արցախցի անելիք ունի։ Եթե մենք ինքներս մեզ չհամոզենք, որ դա ժամանակավոր կորուստ է, մենք չենք կարողանալու պայքարել վերադարձի համար։ Իսկ մեր միակ նպատակը պետք է լինի, կարծում եմ, վերադարձի պայմանների ապահովում։ Իհարկե դա դժվար ու կարող է պատահի երկար ճանապարհ է, բայց այդ ճանապարհով մենք ուզենք կամ չուզենք պետք է գնանք, որովհետև մեր հայրենիքը մեր նախորդներից ժառանգած բարիք է, որը մենք չենք կարող մոռանալ։ Սա մեզ չպիտի ընկճի, այս ողբերգությունը մեզ չպիտի ոչնչացնի և կողրի, հակառակը ձեր նկարագրին հարազատ, ձեր համառությանը, կյանքին, հերոսական նկարագրին հարազատ, բոլորով միասին և վերականգնեն մեր կյանքը և վերականգնեն։ Ինչ ուզում են թող ասեն, կասեն անհնար, կասեն պաթոս, կասեն չգիտեմ ինչ ճար, կապ չունի, իրականությունը դա է, մենք ենք ստեղծել իրականություն։ Ուղիղ 1 տարի առաջ Արցախը կռիվ էր տալիս, միայնակ պայքարում հայկական մնալու համար։ Ցեղասպանվելու վտանգի առջև էր կանգնել մի ամբողջ ժողովուրդ։ Ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը միայն արցախայությանը փրկելու համար էր։ Չնահանջեցին։ Հողը, որը 32 տարի շարունակ պահվել էր արյամբ, շատ հեշտ չտրվեց թշնամուն, չնվիրեցին։ Պարզապես ցեղասպանվելու և ապրելու միջև մարդիկ ընտրեցին ապրելը, որ մի օր նորից կարողանան վերադառնալ։